Նյուզեեմով նոր տարածվեց մի հատ լուր, որ չանհանգստանանք, ոչ մի վտանգավոր բան չկա, չեն հեռացրել տնօրենին եւ այլն եւ այլն։ Ես խնդրում եմ ձեզ, ժողովուրդ, հիմա երբ որ սկսենք, բոլոր լրագրողներին ճիշտ ինֆորմացիա տարածենք։ Մեր ամենակարևոր միտքը նա է, որ մենք պահանջում ենք ժամանակավոր ԺՊ-ն լինի Պուշկինի անվան հիմնական 8-րդ դպրոցից։ Շնորհակալություն բոլորին, մեր սիրելի выпускникներ։ Я горжусь, что я закончила эту школу. Эту школу закончил мой дед, мой отец, я, моя сестра, моя дочка и учится мой сын. Так же, как и вы все. Այս դպրոցը ավարտել են իմ ծնողները, ավարտել է իմ երեխան եւ ավարտելու է իմ տղան։ Ես ինքս ավարտել եմ եւ ես շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ Երևան քաղաքին, որ մենք ունենք այսպիսի դպրոց։ Սա հանրահավաք չի, բայց սա մի օր է, երբ որ ես կարող եմ նայել իսկական երևանցիների, իսկական հայերի աչքերին։ Ես այսօր ասել եմ դրա մասին։ Պուշկինի անվան հիմնական դպրոցը դա հանրապետություն է հանրապետության մեջ։ Դուք դրա ապացույցն եք, ժողովուրդ։ Եկեք ծափահարենք իրար։ Դուք ֆանտաստիկ ուղղակի ծնողներ եք եւ այսօր ես կրկնվում եմ ոտնահարվել է մեր երեխաների իրավունքները, որովհետեւ մենք այսօր եկել ենք դպրոց եւ փաստի առաջ ենք կանգնել, որ մեր երեխաները այսօր չունեն տնօրեն կամ ունեն ժամանակավոր ինչ-որ փոխարինող, որի մասին անտեղյակ ենք։ Ես ծնողական խորհրդում եմ, ծնողական խորհրդի անդամներ, խնդրում եմ ձեռք բարձրացնեք։ Այսօր նաև ձեր իրավունքներն է ոտնահարվել։ Դուք պետք է փակ քվեարկությանը անպայման ներկա լինել։